Կադրերում տեսանելի է, թե ինչպես են երթևեկելի հատվածի փոսերը, մաշված գծանշումները կամ ընդհանրապես դրանց բացակայությունը պատուհաս դարձել վարորդների համար։ Նրանք այս կարճ, բայց դժվար անցանելի ճանապարհը անցնում են ժամանակի կորստով։ Քաղաքացիները բողոքում են, որ պարբերաբար սեփական միջոցներով են փոսալցման աշխատանքներ կատարում։ Նրանց խոսքով աննկատ է մնում իրենց վճարված հարկերի ճակատագիրը։ Ադոնցի շարունակող կանազի պատի տակով ճանապարհ կա, համարյա այս մի 25 օր քերած ասֆալտը, բայց դե բանա չեն լցրել։ Ես ընդհանրապես աշխատում եմ չքշեմ։ Իրոք իմ ներվերը չի հերիքում, որ փոսերի մեջ ես քաղաք ես մտնում։ Դու մի հատ ուշադրություն դարձրա թազա գծանշումները հինի հետ։ Հինը ավելի լավ է երևում։ Քասը թազը։ Հինով պահիտակ չես նկատում, հինով քշում ես, խախտում ես։ Ժողովուրդը ամեն ինչի համար վճարում է, հիմա ավտովարելը առողջությանը վնաս է։ Ըստ պաշտոնական աղբյուրների շուրջ 50,000 քառակուսի մետր փոսային նորոգման աշխատանքներ է տարվել, որոնց մասին տեսանյութեր են հրապարակվում։ Քաղաքացիներին սակայն հետաքրքրում է, արդյոք քաղաքապետարանը փոխհատուցում է իրենց կրած գույքային եւ նյութական վնասները։ Դրա վերաբերյալ քաղաքային իշխանությունը հայտնեց, որ փոսերի հարցերով վարչարարություն իրականացնելիս իրենք վնասների հատուցում չեն անում այն պատճառաբանությամբ, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունը կամ անգործությունը պետք է ճանաչված լինի ոչ իրավաչափ, ինչն էլ դատական կարգով է հաստատվում։ Փոսերի առումով նաև կառավարության որոշում կա ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների, որ նաև պետքա լինի փորձագիտական եզրակացություն, որ այդ վարորդը հնարավորություն չի ունեցել կանխել այդ վտանգը։ Հետևաբար որևէ գործով մենք չունենք բավարարված վարչական վարույթներ այդ առումով։ Մասնագետները արձանագրում են, որ հատվածներ կան, որտեղ բացակայում են փոսերի առկայության վերաբերյալ համապատասխան նշանները։ Ասում են, որ երկրում վթարների մեծ մասը լինում է գծերի բացակայության կամ թույլ տեսանելիության պատճառով։ Երբ որ գծանշումներ լինում են, արդյոք երթևեկելի գոտիները հստակ իրարից տարանջատում են։ Երբ որ վթար է լինում, մասնագետները հստակ կարողանում են ասել. Պողոսը երթևեկում էր իր գոտով, Պետրոսը մտել է Պողոսի գոտի, խոչընդոտել է, հետևաբար Պետրոսը մեղավոր է։ Վնասներ կրում են ինչպես սեփական, այնպես էլ հանրային տրանսպորտի միջոցները։ Երթևեկելի մասում առկա խոչընդոտները ազդում են նաև վարորդների վարքագծի վրա, նկատում են մասնագետները եւ հավելում, որ մեքենաները վարում են ավելի ագրեսիվ եւ անփութորեն։ Հիշեցնում են, որ մայրաքաղաքի փողոցներից մեկում առկա ասֆալտային իջվածքի պատճառով վարորդները հասնելով դրան ընկնում էին փոսը եւ կորցնելով մեքենայի կառավարումը բախվում էին կայանած մեքենաներին։ Այդ գործերով մեզ անընդհատ դիմում են։ Փորձագետը վերջնական հաշվով եզրահանգել է, որ ճանապարհն է պատճառը չվերանորոգել է ու նաև մեղավորությունը ինչումներ քաղաքապետարանի, որ կոնկրետ ճանապարհային նշան չէ դրել, որ արժևում այսպես խոչընդոտ կա։ Նույնիսկ եթե չէ վերանորոգում, գոնե պիտի բերես ճանապարհային նշան դրես, որ գոնե քեզ այդ պատասխանատվությունից ազատես։ Տրանսպորտային հոսքերի աճին զուգահեռ ճանապարհների որակի անկումը ավելի տեսանելի է դառնում, ստեղծելով ոչ միայն անհարմարություններ, այլև իրական վտանգներ երթևեկության բոլոր մասնակիցների համար, ահազանգում են մասնագետները։ Ըստ նրանց, խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է համատեղ մոտեցում, ներառելով ինչպես որակյալ շինարարություն եւ վերանորոգում, այնպես էլ մշտադիտարկում եւ արագ արձագանքման մեխանիզմներ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։